Թևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր, քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Ինձանից հետո մի բնակարան չի կառուցվել։ Սրանք, որ ասում են, մենք եկանք կառուցեցինք, մի բան ցույց տվեք քաղաքում, որ իմ ձեռքով չի արվել։ Ինձանից հետո ցույց տվեք, բացի ասֆալտից։ Իսկ այդ ասֆալտը ասֆալտի վրա են անում լոկները համար, որ դրսից մեր երկրի պարտքը դարձրել են 12 միլիարդ։ 12 միլիարդից 12 աշխատատեղ չեն ստեղծել, դիտավորյալ։ Ասֆալտը ընդամենը մնում է 10 տարի, պատկերացրեք։ Դրանից հետո ամբողջ մեր երեխեքը չծնված պարտքի տակ են կանգնելու եվրոպական կառույցներին։ Մեզ պետք է աշխատատեղ, որբիսի մենք մեր ձեռքով կառուցենք մեր քաղաքներն ու մեր գյուղերը։ Այն ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը սրանց բաբան ՀՇ-ն ասում էր, ռուսներն ասում են, թողեք մի տարի վերջացնենք ամբողջ այս աղետի կոդին։ Ուրեմն սրանք ռուսներին էստեղից վռնդեցին եւ ասում են, մենք մեր ձեռքով պիտի կառուցենք մեր երկիրը, մեր աղետի կոդին։ 37 տարի մեզ թողել են այդ տնակների մեջ հենց իրենք Լևոն Տեր-Պետրոսյանը, ՀՀՇ-ն եւ այդ բոլորը, լավ իմացեք։ Հիմա սրանք նորից մեզ տանում են դեպի Եվրոպա։ Եվրոպա են տանում, որ ինչ Սոդոմ Գոմոր քաղաքները, գիտեք, այլասերբազության համար Աստված պատիժը թափեց այդ քաղաքների վրա։ Եվրոպան միասեռականությունը այլասերել է ամբողջ աշխարհը։ Եվրոպայում թագավորները իրենց վարչապետերը երեխա չունեն, պատկերացրեք։ Ուրեմն դա ինչ է նշանակում, մուսուլմանները տիրել են Եվրոպային։ Այո, մենք գտնում ենք, որ պետք է Ռուսի հետ առաջինը ռուսն է պահում մեր սահմանները, եթե ոչ թուրքը 1.200.000 բանակ ունի, 100,000-ը կգան եւ այս 3 միլիոն այս երեխեքիները կվերացնեն սաղին։ Հիմա ժամանակն է, խելքի արեք, մի գնացեք, իրանք էլ դիտավորյալ հիմա 9 հոգի դրել են, որբիսի ասի աղբորս տղեն է, հորկուրիս տղեն է, քերուս տղեն է, խնամիս է, բան է սկզբունքով, որբիսի ինձանից ձայն հավաքեն, կողանան,